Հայկական անպիտան զինտեխնիկան ոչնչացնելու ծրագիրը կմեկնարկի մինչև ծննդյան տոները։ Արդեն հայտնի է, որ Գերմանիայի դեսպանատան նախաձեռնությամբ ՆԱՏՕ-ի հավատարմագրման հիմնադրամը 1 միլիոն եվրո կտրամադրի հայկական զինված ուժերում առկա շարքից դուրս եկած զինտեխնիկան ու զինամթերքը ոչնչացնելու համար։ ՆԱՏՕ-ի անդամ այն երկիրը, որը նախաձեռնում է հավատարմագրման հիմնադրամը, դառնում է նաև նրա ֆինանսավորողը, այս դեպքում Գերմանիան է։ Կան մի քանի բյուրոկրատական հարցեր, որոնք պետք է կարգավորվեն։ Հույս ունեմ մինչև հունվար բոլոր խնդիրները կլուծվեն ու ծրագիրը կմեկնարկի։ ՆԱՏՕ-ի պաշտոնյան հայտարարեց, որ իրենք հարգում են ՀԱԲ կազմում լինելու Հայաստանի ընտրությունը։ Ըստ նրա կարելի է միաժամանակ լավ հարաբերություններ պահպանել Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի հետ։ Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ գործակցում է ոչ թե կամ, այլ և սկզբունքով։ ՆԱՏՕ-ի հնարավորություններից օգտվելու համար պարտադիր չէ լինել անդամ երկիր և Հայաստանը չի ուզում դառնալ ՆԱՏՕ-ի անդամ։ Իմ երկրում ասում են՝ տանգո պարելու համար երկուսն են պետք։ Ինձ թվում է, որ Հայաստանն ու ՆԱՏՕ-ն հիանալի զույգ են տանգոյի համար։ Ջեյմի Շինի պնդմամբ Հայաստան-ՆԱՏՕ գործակցության նոր ուղղություն կարող է լինել տարածաշրջանային նախագծերը հաշվի առնելով Հայաստանի և Վրաստանի բարիդրացիական հարաբերությունները։ Զորապ Հարոյան, Վան Ավագյան, ժամը լրատվական։